Բարի օր, այսօր խոսելու ենք Սևանա լճի պահպանության եւ առկա խնդիրների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանին։ Բարև ձեզ։ Պարոն Գաբրիելյան, ձեր հանձնաժողովը անկախ մարմին է եւ Սևանա լճը պարբերաբար ուսումնասիրում է եւ տալիս է եզրակացություն։ Այս բանին ինչպիսի էկոլոգիական վիճակ է Սևանա լճում։ Նախ ասեմ, որ մենք ճիշտ է փորձագիտական հանձնաժողով ենք, մենք փորձագիտության ենք ենթարկում բոլոր այն գործողությունները, որոնք կապված են Սևանա լճի էկոհամակարգի հետ եւ կարող են վնաս տալ էկոհամակարգին, եւ այսօրվա օրով մենք իհարկե տեղյակ ենք էկոլոգիական վիճակից Սևանա լճի, ասեմ, որ այդ մակարդակի իջեցումը այսօրվա օրով, որը մոտավորապես անցյալ տարվա նույն օրվա հետ կազմում է մոտավորապես 10-11 սանտիմետր տարբերություն, դա բավականին բացասական երևույթ է եւ կարող է իր այդ բացասական ազդեցությունը ունենա հետագայում, ձմեռվա շրջանում այնքան դա չի երևա, ավելի շուտ դա կերևա ամառան շրջանում, ծաղկման ձևով կամ այլ ձևերով կերևա դա, այդ պատճառով իհարկե Սևանի մաքրման աշխատանքները, որոնք ընթանում են այս վերջի տարիները, պետք է ավելի ինտենսիվ տեղի ունենան, որ մենք ավելի քիչ օրգանական նյութ ունենանք Սևանա լճում։ Դուք կարևորում եք մաքրման կայանների առկայությունը Սևանի ավազանում, կան դրան։ Ոչ միայն Սևանա ավազանի այդ մաքրման կայանները, այլ նաև հսկողությունը եւ այդ ափամերձ գոտու մաքրման աշխատանքները պետք է պատշաճ ձևով կատարվեն, այդ ամբողջը պետք է եթե կատարվի կոմպլեքսային այդ միջոցառումները, ապա մենք իհարկե կունենանք ինչ-որ արդյունք, որը կբերի գոնե ինչ-որ նվազեցման։ Մաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարվում, թե այստեղ քաղաքացիները եւս իրենց մեղքի բաժին ունեն անդադ խնդիրներ են առաջանում։ Իհարկե քաղաքացիներից էլ է դա կախված, որովհետեւ մարդիկ ինքնագիտակցությունը պետք է բարձր լինի, որ իրանք ամեն ինչ իհարկե իրանք մանավանդ այդ տեղի բնակչությունը միշտ ասում է սա մեր տունն է, սա մեր տունը, բայց երբ որ իրանց տնից բուն իրանց տնից դուրս են գալի, արդեն մոռանում են, որ դա իրանց տունն է եւ ամեն ինչ այդ աղբը, չգիտեմ, մեքենա են լվանում գետերի մեջ, իսկ պարզ է, որ այդ գետերով ամբողջ այդ աղտոտված ջրերը ներհոսում են Սևանա լճ։ Պաշտոնական տվյալներով հոկտեմբերի 1-ից 15-ը Սևանից ջրառ չի իրականացվել, որքան ժամանակ չպետք է ջրառ իրականացվի։ Չի իրականացվել, բայց երևի թե տանձրևներ որ եկան այդ պատճառով, բայց թե դեռ ամբողջ այն թույլատրված, որը որ ազգային ժողովը թույլատրել էր, հավելյալ ջրառ Սևանա լճից, դա չի օգտագործվել, նույնիսկ 190-ի, եթե չեմ սխալվում, 190 միլիոնի չի հասել, եթե անձրևնային եղանակներ լինեն, ապա երևի թե շատ չվերցնել է Սևանից ջուր, բայց եթե չոր եղանակ լինի, ապա ինձ թվում է թե էլի ջրառ կլինի։ Իսկ հնարավոր չէ ընդհանրապես չվերցնել։ Գիտեք ինչ, այստեղ կա երկու ոնց որ իրար հակասող խնդրեմ։ Առաջինը դա էկոլոգիական խնդիրն է, որը որ կախված է Սևանի ջրի որակի հետ, Սևանի էկոհամակարգի բարելավման հետ, եւ երկրորդ խնդրեմը դա մեր տնտեսական խնդիրն է, որը որ կախված է եւ առաջի հերթին դա ոռոգման ջրի հետ, այսինքն Արարատյան դաշտավայրի հիմնականում այդ ոռոգման հետ դաշտերի եւ էլեկտրոէներգիայի ստացման հետ, այսինքն այդ կասկադի աշխատանքն։ Հիմա պետք է բարձր մենք չենք կարող անտեսել մեր տնտեսական այդ խնդիրները եւ բայց պետք է ինչ-որ կոմպրոմիսային լուծում գտնվի եւ այդ բացի կոմպրոմիսային լուծումից
դրա համար պետք է ինչ-որ միջոցառումներ շատ հրատապ ձեռնարկվեն, այսինքն ոչ թե մենք պետք է սպասենք, որ եղանակները անձրևոտ լինեն, տեղումները շատանան, դրա պատճառով մենք քչացնենք ջրառը, այլ պետք է առաջինը արագացնել այն նախատեսված ջրամբարների կառուցումը կամ վերանորոգումը, որոնք կան, որը կապահովի ինչ-որ չափով ուրեմն նվազեցում ջրառ Սևանից։ Երկրորդը պետք է շատ կարևոր հարց է, որ պետք է այդ կորուստները, որոնք հիմա տեղի ունեն այդ ջրատարների եւ ջրամբարների, որոնք այդ եւ ինչու՞ չէ արդեն ջոհերի կողմից այդ կորուստները, որոնք տենց մոտիկ հաշվարկներով կարող են հասնել 80%-ի, դա շատ մեծ թիվ է, փաստորեն մեծ մասը մենք ջրի չենք օգտագործում, փաստորեն։ Դա պետք է վերացվի, պետք է հսկողության տակ լինի անպայման եւ մեր հանձնաժողովը առաջարկել էր կառավարությանը, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով մասնագետներից, որոնք այդ ջոհերի պահանջը ջոհ դա ջրը օգտագործողներն են, հա։ Այսինքն բուն են գյուղացիք այն համայնքները, որոնք ջուրը օգտագործում են հենց։ Եվ հիմնականում նրանց կողմից է այդ պահանջը ներկայացվում։ Եթե այնտեղ հաշվարկվի եւ ապացուցվի ինչքան է օրինակ անհրաժեշտ իրոք անհրաժեշտ այդ ջուրը այդ իրանց բուսատեսակների աճեցման համար, ապա ես վստահ եմ, որ բավականին կիչացվի այդ ջրապահանջը եւ պետք է անպայման խիստ հսկողություն սահմանվի այդ ջրակորուստների, այսինքն ոչ թե ջուրը գնա հոսի այնպես առանց օգտագործելու, այլ բուն շատ կոնկրետ ինչ-որ ջրաչափերով գնա մարդկանց մոտ եւ մարդիկ օգտագործեն այնքան, ինչքան անհրաժեշտ է։ Բայց հիմա որ գյուղերը գնում ես, տեսնում ես, որ այդ ջուրը գետի նման գնում է, ինչ-որ մի չափով մտնում է, ինչ-որ իրանք օգտագործեն, մնացածը գնում կորում է։ Այդ հսկողությունը ինչու չկա, որովհետև արդեն կարդում ենք, որ Վանա լճի վիճակն է վատ, Ուրմիա լիճը ընդհանրապես ցամաքել է, հիմա մեր մոտ ինչ անենք, որ այդ վտանգը չկա մեր դուրը։ Ցամաքելու մասին խոսք չի գնում հիմա իհարկե, բայց գնում է, որ էկոհամակարգի վիճակը կվատանա, այսինքն կունենան կապտականած ջրիմուռներով այդ թունավոր ջրիմուռներով ծաղկման ուժեղացում եւ պարզ է, որ ջրի որակի վատացում։ Իսկ մեր համար ամենակարևոր հարցը դա լավ ջրի որակ ունենալն է։ Այլ հարցը թե ինչ որակի ջուր ենք մենք ուզում ունենալ, որովհետեւ եւ սովետական միությունից մինչեւ այսօր, ասեմ, դա այդ հարցը մեր կառավարությունները բոլոր չեն լուծել, որտեվ հասկանանք, թե Սևանա լճի ջրի որակից ինչ են պահանջում։ Ուզում են դա լինի Սևանա լիճը լինի ոռոգման ջրի ինչ-որ ռեզերվուար, լինի ձկնարդյունաբերական ինչ-որ լիճ, թե լինի խմելու ջրի, պոտենցիալ խմելու ջրի ինչ-որ պաուստա ջրամբար տենց, այդ հարցը չի լուծվի, մինչև այդ հարցը չլուծվի, բոլոր այս գործողությունները դառնում են ինչ-որ տենց, գիտեք ինչ, շատ ոչ հստակ եւ ոչ իրականալի։ Օրինակ հիմա որ ասում են, այս պետք է բարձրացնել, մի մասը մասնագետների ասում են, ես ինչ որ կա բավական, մյուս մասը գիտեք պետք է բարձրացվի եւս 3 մետրով, հասնելով 1905 մակարդակի այդ մետր։ Մյուս մասը ասում են եկեք 18 ոնց որ եղել առաջ, մի մասը 30, ես չգիտեմ, ինչ որ ֆանտաստիկ բան։ Բայց դա գալիս է նրանից, դա պետք է գա նրանից, երբ որ մեր կառավարությունը որոշի, որ Սևանից ինչ ջրի որակ է ուզում։ Եթե նրանք որոշեն եւ ընդ որում դա պետք է որոշի ոչ թե մի նախարարություն կամ մի մարդ առավել եւս, այլ դա պետք է որոշվի կառավարության բոլոր անդամների կողմից, այն անդամները, որոնք առնչվում են Սևանա լճի հետ։ Դա լինի գյուղատնտեսություն, դա լինի պաշտպանության նախարարություն, որտեղ այդ հարցերն էլ մենք շատ ունենք։ Այսինքն պետք է մեր կառավարությունը ելնելով մեր այն հարցերից, որոնք այսօրվա ավելի կարևոր են, որոշի, որ մենք օրինակ 5 տարով ուզում ենք, որ Սևանա լիճը այսպիսի լինի,
20 տարով ուզում ենք, որ այսպիսի որակ ունենա եւ այլն եւ այլն։ Ելնելով այդ ամբողջ մեր տնտեսական, քաղաքական եւ էկոլոգիական հիմնահարցերից։ Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք։ Ես չեմ կարող ասել, որովհետև ստեղ կա գերակայող հարցեր, օրինակ ես չգիտեմ, կարող է մեր համար հիմա հրատապ է, օրինակ պաշտպանական հարցերը, որը պետք է արվեն օրինակի հաշիվ էկոլոգիական հարցերի, այն ժամանակ բարձր դա պետք է արվի։ Կամ հիմա ավելի կարևոր է ոնց որ անցյալում եղել է, որ տնտեսական հարց, օրինակ բարձրացնել տնտեսությունը, էլի հաշիվ Սևանի ջրերի, այն ժամանակ գիտեք, որ սկսին իջացնել, դա հենց այնպես չէին իջացնում, դա իջացնում էին, որովհետև այն ժամանակ պատերազմից հետո խնդիրներ կար տնտեսական, պետք է բարձրացնել տնտեսությունը եւ այլն, եւ դրա համար այդ ժամանակ փաստորեն այդ ջուրը օգտագործեցին, որ էներգիա ստանան, որ ռոռոկման ջուր ունենան եւ այլն։ Հիմա ելնելով այսօրվա վիճակից, որոնք են գերակայող, մեր կառավարությունը ինքը պետք է որոշի որն է գերակայող։ Ես չեմ տիրապետում բոլոր այդ այսօրվա խնդիրներին, որ ես կարողանամ ասեմ, որն է ճիշտ։ Ճիշտը այն է, որը որոշի մեր կառավարությունը ելնելով իր ամբողջ այդ գերակայող հարցերից եւ այսօրվա դրությունից մեր Հայաստանի։ Շատ են խոսում, որ մութ ու ցուրտ տարիներին հենց ձկնային պաշարները կարևոր դեր են կատարել, հա, մեզ համար, ինչպես նաեւ հարևան երկրների։ Ինչպես է իրականացվում այդ օգնությունը։ Նու օգնություն չէր, ուղղակի գիտեք այն ժամանակ ոչ միայն Հայաստանը եւ մեր այդ հարևան երկրները նույնպես գտնվում էին ինչ որ ճգնաժամային դրության մեջ եւ այն ժամանակ գիտեք այդ ինչ որ ամերիկական այդ օգնության սոյա բան, որը ոչ մեռած ուտելիքներ էին, էլի մակարոն, բան, այդպես բաներ էին փաստորեն, ժողովուրդը չուներ սնունդ, որակով սնունդ, որ կարողանար ինչ որ տենց օգտագործել, նու իհարկե Հայաստանը ավելի վատ վիճակում էր գտնվում, քան մեր հարևան երկրները, իհարկե, որտեղ նաև նա շրջակ փակման մեջ էր գտնվում, սակայն մեր Սևանալի չէ ժամանակ իդեմս այդ սիգի, որը հանդիսանում է շատ բարձր որակի սնունդ, փաստորեն փրկեց հիմնականում Հայաստանին, բայց ինչու՞ չէ նաև կողքի երկրների ժողովրդին, որոնք գալիս էին, գնում էին եւ այդ վաճառքն էր ինչ որ գումար բերում, բացի դրանից որ բաներ։ Ու մեր բախտից այն էր, որ մեր հաշվարկներով այդ պաշարների այդ ժամանակահատվածում Սևանի պաշարները մաքսիմալ էին հասել, շատ էին, ամենա 28,000 տոննայի էին հասնում, որը աննախադեպ էր մեր Սևանի համար, դա մեր բախտից էր, բայց եթե այսօր, եթե Աստված չտա այսօր տեղի ունենա, մեր պաշարները այնքան քիչ են, որ երևի Սևանի ավազանի ժողովրդին հազիվ էր եկել, չեմ ասում, որ Հայաստանին կամ այլ երկրներին։ Այն ժամանակ երևի շատ չեն գողացել, հիմա ավելի շատ է։ Գողանալու հարցը չի, այստեղ մի քիչ եւ էկոլոգիական փոփոխությունների հարցն է, որ ջրի այդ որակը ոչ բարենպաստ էր, որ առաջի երթին այդ ծաղկումները տենց անհետք չեն անցնում։ Նրանք առաջի երթին ոչ անմիջապես կարող են ազդել օրինակ ձկան վրա, այլ ազդել իր կերի վրա, որտեղ ձկները ավելի շարժուն են, նրանք կարող են խուսափել այդ ծաղկման տեղերից, որտեղ այդ թույն է արտադրվում եւ գնալ այլ տեղերում թաքնվել, բայց իրանց կերը այդքան շարժուն չէ, նրա վրա ազդում է եւ կերը որ քչանում է, համապատասխան վատանում է եւ ձգան վիճակը, որ նրանց վերարտադրության վիճակը, նրանց կերակրման վիճակը եւ այլն։ Եվ դա իհարկե բերում է նրան, որ նրանց պաշարները կամաց-կամաց քչանում են։ Նու եւ բացի դրանից, որ օրինակ սովետական միության ժամանակ ավելի ոնց որ խիստ էր հսկողությունը եւ ավելի կարգավորված էր, որովհետեւ այդ ձկնորսական մի հատ կազմակերպություն էր, այդ ձուկ կոմբինատ էր կոչվում, որը ուներ մի քանի բաժին տարբեր տեղերում եւ այտենց ոնց որ իրանք էին որսում ավելի հսկողության ավելի հեշտ էր իրականացնել։ Հիմա որ անցան մասնավորների, հազարավոր մարդիկ են հիմա որսում, դրանց հսկողությունը ավելի բարձր դժվար է եւ
այդ ոչ միայն հսկողությունը, այլ հաշվարկն էլ է դժվար ռեալ իմանալ ինչքան է որսվում։ Նու մեր ակադեմիայի ինստիտուտը հիդրոէկոլոգիա եւ ձկնաբանության հետ ամեն տարի իրականացնում է այդ հաշվարկները, ընդ որում արդեն տարին 2 անգամ, բայց դա ոնց որ տալիս է արդեն արդյունքը, ինչքան ձուկ է մնացել, օրինակ ամռանը եւ ինչքան ձուկ է մնացել տարվա վերջում։ Այսինքն մենք տալիս ենք եւ դրա ելնելով դրանից համապատասխան առաջարկ է արվում ինչքան կվոտա, այսինքն ինչքան պետք է որսվի, օրինակ այս կիսամյակում, կես տարվա մեջ, հա, եւ համապատասխան մյուս կես տարվա մեջ ինչքան պիտի որսվի։ Նու պարզ է, որ ոչ միշտ է համապատասխանում այդ մեր տված կվոտան իրանց որսված ձկան հետ, նու երևի թե ավելի շատ է որսվում, ոչ թե երևի հաստատ, քան տրվում է։ Նու բայց ոնց որ այս վերջի տարիները այդ մի քիչ պահպանությունը լավացել է, այդ հիմա ամսի 20-ից ոնց որ պետք է նոյեմբերի սկսվի այդ արգելքը որսի, դա ձվադրման շրջան է իհարկե շատ կարևոր է, բայց ոչ միայն այս ձվադրման շրջանում պետք է ուժեղացնել հսկողությունը, այլ նաև հսկողություն գարնանը, երբ որ որսվում է նաև մանրաձուկ, այսինքն այն ձկները, որոնք չեն հասունացել դեռ եւ չեն գնացել բազմացման։ Ամբողջ աշխարհում դա ընդունված բան է ոչ միայն ձկան համար, այլ եթե մի կենդանին գոնե մի անգամ չի վերարտադրվել, նրան չի կարելի որսալ։ Իսկ մեր մոտ տեսնում ենք, որ այդ գարնանը, այդ մանրաձուկը տենց ящիկներով դրած վաճառում են։ Եվ մի կարևոր հարց էլ սրա վերաբերյալ, որ նայեք, հիմա ճիշտ է, բուն բազմացումը չի սկսել, բայց արդեն այդ հասունացած ձկնկիթով ձկները արդեն ոնց որ կուտակումներ են ստեղծում, որ հետագայում գնան բազմացման։ Հիմա դա նույն ձուկն է, որը որ պետք է վաղը բազմանա, մի ամիս հետո կամ ամիս ու կես հետո բազմանա, թողի այդ ձկնկիթը, այսինքն մենք էլի որսում ենք այդ բազմացող վտարը։ Հիմա տեսնում եք, սա շուկաներում ձկնկիթը այդպես ամաններով վաճառում են, մի ժամանակ ինչ որ այդպես հսկողություն սահմանվեց, որ ձկնկիթ չի կարելի վաճառել, բայց հիմա էլի ոնց որ փակում են աչքերը, մինչև այդ ասած բուն արգելքը չսկսի։ Բայց իրականում արդեն այդ ձվադրող վտարը սկսում է որսվել։ Հիմա մեր քաղաքացիները ինչու չունեն այդ գիտակցությունը, որ չի կարելի որսալ, մի քիչ էլ կարելի է 1 ամիս գումար չաշխատել օրինակ։ Դա շատ դժվար հարց է, որտեղ եթե հարցը գալիս է ինչ-որ գումարային, այդ գիտակցությունը միան է դրվում հիմնականում։ Նո բացի դրանից մենք ինչ-որ առաջարկներ արել ենք, որ այս ձկնորսության համակարգը պետք է փոխվի։ Սենց սխալ է, որտեղ այդ մարդկանց ձկնորսներին էլ կարելի է հասկանալ, որովհետև իրանք էլ են ընտանիքներ պահում, եւ եթե օրինակ իրանք 1-2 ամիս եկամուտ չունեն, դա նշանակում է, որ իրանց երեխաները պետք է ինչ-որ տենց սոված մնան, նո կոպիտ ասած։ Բայց դրա համար պետք է երևի թե անցնվի պետությունը վերցնի իր ձեռքը տենց ստեղծվի որոշ կոոպերատիվներ կամ արտելներ, չգիտեմ, դե մենք առաջարկը մանրամասն գրել ենք, բայց իմաստը նա է, որ այդ ձկնորսները ոնց որ պետությունը, ոչ թե պետությունը, այլ որոշ կազմակերպություններ մեծ գնեն ձկնորսից եւ նույնիսկ այն ժամանակա եւ ձկնորսները կամ ստանան աշխատավարձ։ Այսինքն անկախ նրանից, հիմա օրինակ այս արգելման սեզոնը իրանք որսում են, թե չէ, նրանք աշխատավարձը ստանան իրանց։ Այդ ժամանակ իրանք պարզա չեն մտնի այդ արգելման, վտանգելով իրանց, չգիտեմ, կյանքը նույնիսկ, որտեղ շատ դեպքերում գիտեք այդ ձմեռվա ամիսներին շատ դեպքեր են պատահում, երբ որ խորտակման ձկնորսների հետ եւ այլն։ Այնպես որ պետք է այդ հարցը փոխվի, դա կօգնի, ոչ թե խստացնել հսկողություն, չգիտեմ, այդ իր հերթին խստացնելը ինչ որ բարձր օգուտ տալիս է, բայց հիմնականում պետք է այդ համակարգը փոխվի, որ ձկնորսը ունենա ստաբիլ եկամուտ եւ իմանա, եթե նա հանգարց խախտի այդ օրենքը կամ ինչ որ բան, նա այդ իր ստաբիլ եկամուտից նա կզրկվի,
Կարող է ինչ որ ամիսներն ավելի աշխատում նույնիսկ քան այդ օրինակ այդ աշխատավարձի, բայց եթե միջինով վերցնես տարեկան, ապա կստացվի, որ իրեն ավելի ձեռնատու է ստանալ այդպես, նու այդ կախված է ինչքան պետությունը կարա տա աշխատավարձ։ Իսկ դա գալիս է արդեն այդ ձգան վաճառքից, որտեղ այսօր սիգը, որը հանդիսանում է շատ աշխարհում, հանդիսանում է շատ թանկարժեք ձկնատեսակ, դա կոչվում է սպիտակ ձուկ, white fish։ Եվ նրա գինը մի 10 անգամ ավել է, քան ստեղ։ Եթե ստեղ կիլոն, օրինակ հիմա չգիտեմ, 1000 դրամ է, ինչքան է, ես չեմ մարվում։ Ես տեսել եմ ինքս այդ նույն մեր տեսակը Էստոնիայում դրած է 27 եվրո կիլոն։ Այսինքն այդ ձուկը բավականին թանկարժեք է, բայց մեր մոտ դա վաճառվում է ավելի էժան, քան այն ասած ոչ արժեքավոր մեր ձկները, ես չգիտեմ, կարպա, չգիտեմ, հաստատ ճակատա, որոնք արժեն օրինակ 3-5 հազար դրամ, իսկ սա արժի 1000 դրամ, ոնց կարող է, դա աբսուրդ է, որովհետև ինքնարժեքը շատ ցածր է, որովհետև ձկնորսում մենակ դա ծախսում է իր բենզինի վրա, չգիտեմ, ցանցի վրա, բերում է այն մարդիկ է բերում վաճառում են։ Դրա համար այդ պետք է ինչ որ համակարգային մոտեցում լինի, այսինքն ինչ որ կամպանիաներ առնեն, ընդ որում թանկ գնով առնեն եւ թանկ գնով համապատասխան վաճառեն։ Այն ժամանակ կլինի եւ գումար, որը կտրվի ձկնորսներին։ Սիգը ներմուծված տեսակ է, չէ՞։ Իսկ չի եղել, որ աչքի տակ ունենաք ձկնատեսակ, որ կարելի է կրկին ներմուծել եւ հարստացնել սեւը։ Դե մենք ընդհանրապես որպես էկոլոգ ես ինքս կասեմ, որ ես ընդհանրապես դեմ եմ Սևանի նման այտենց ունիկալ էկոհամակարգ ունեցող լիճ, ինչ որ ներմուծումներ անել, ինչ որ տեսակներ նոր։ Առանց դրա էլ մենք առաջ եթե մենք ունենք 3 հատ էնդեմիկ, այսինքն տեղի տեսակ, որը եղել է առաջներում, ձկնատեսակ, այսօր ունենք 9 ձկնատեսակ, որոնք արդեն բազմացող ձկնատեսակ։ Եվ դա շատ վատ է, որովհետև այդ արդեն ոնց որ մրցակցություն է տեղի ունենում մեր ձկնատեսակների հետ, ոնց որ օրինակ կարասը, որը մրցակցում է մեր եւ կողակի հետ բազմացման եւ բեղաձկան հետ Սևանի, օրինակ մնացած այդ ընդ չեբակ, չեբաչոկ եւ այլն այդ ձկներ կան, որոնք մանր, որոնք սնվում են այն սնունդով, որոնցով օրինակ սնվում են մեր ձկնատեսակների, այդ ափամերձ գոտում ձկնատեսակների, նրանց մանրաձուկն է սնվում եւ փաստորեն իրանք դրանով քչացնում են այդ կերը, որ մեն։ Ուզում եմ ասեմ, որևէ ներմուծում դա վատ է։ Ի տարբերություն սիգի, որը դուք նշեցիք, որը ներմուծվել է ճիշտ է 20-ական եւ 30-ական թվականներին անցյալ դարի, բայց դա եղել է գիտականորեն հիմնավորված, քանի որ մեր տեղի ձկնատեսակները սնվել են հատակային կենդանիներով հիմնականում։ Եվ այդ նիշը ջրի մեջի այդ խեցգետնակերպերի, այսինքն զոոպլանկտոնի, դա մնացել էր, ոչ օգտագործվող էր, այսինքն, եւ այս պարագայում գիտնականները գտան, որ այս ձուկը շատ հարմար է, քանի որ նա թանկարժեք ձուկ է եւ նա կսնվի այդ չօգտագործվող մեր ձկնատեսակների կողմից այդ կերով, դրանով իսկ քչացնելով օրգանական նյութը, հա, լճում, որը նրանք պետք է սատկում էին, ընկնում էին հատակին եւ այլն։ Այսինքն օրգանական նյութը շարժվում։ Եվ ձգան ձևով դա կհանվեր։ Եվ սիգը իրոք դա շատ հաջող կլիմավարժեցում էր։ Ես միշտ դա նշել եմ, որ դա հաջողված կլիմավարժեցում էր, որը դարձրեց այդ սիգը մեր հիմնական արդյունագործական տեսակ եւ որը իր նիշը էկոհամակարգում գտավ շատ հաջող։ Ի տարբերություն այլ ձկնատեսակ, օրինակ կարասի եւ այլն, որ ասեցի։ Կողակից խոսեցիք, տարիներ առաջ նշում եք, որ վիճակը շատ վատ է եւ նույնիսկ հատով կարելի է հաշվել, հիմա որևէ բան փոխվել է։ Ոնց որ վերջի տարիներում մի քիչ սկսել են նրան այդ առանձնակներ հանդիպել լճում, այսինքն բնական ժամանակ եւ նույնիսկ բազմացման են բարձրանում,
բայց հիմնականում նրա պոպուլյացիան մնում է խզված շատ վատ վիճակում, ընդ որում պետք է նշեմ, որ կողակի վերականգնման հարցը, այդ խնդրը ավելի բարդ է, քան նույնիսկ իշխանինը, որովհետև կողակը ավելի երկարակյանք ձուկ է, նրա ցիկլը կյանքի ավելի երկար է եւ նրա վերականգնելու համար օրինակ ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան օրինակ, քանի որ օրինակ եթե իշխանի համար մի 5-6 տարին այդ ցիկլը անելու համար բավական կլինի, օրինակ վերական, եթե չորսան, օրինակ թողեն բազմանա, պայմաններ լինեն, ապա կողակի համար դա 10-ից ավել է, պետք 10 տարուց ավել։ Նո հիմա ասեմ, որ այդ փորձարարական ինչ որ աճեցման աշխատանքներ տարվում են Սևանի իշխան այդ հիմնադրամում, հա, երևի տեղյակ եք գործարան կա Կարճախբյուրում, այնտեղ են տարվում, շատ հաջող գնում է ընթացքը եւ մոտ ապագայում երևի թե ինչ որ չափով բաց թողումներ կլինեն լիճ, որ կնպաստի, որ այդ պոպուլյացիան մի քիչ շատանա ավելի։ Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը նշել էր, որ 2026 թվականին Սևանա լիճ բաց կթողնվի իշխանի 1.2 միլիոն մանրածուկ, բայց դուք տարիներ առաջ նշել էիք, որ պետք է նախապես անալիզ անցկացնել, հասկանալու դա իշխան է, թե հիբրիդ։ Հիմա այդ անալիզը անցկացվում է, թե ոչ։ Պարոն Սիմիդյանը ինչ որ նշել է, դա երևի նշել է նոր գործարանի մասին, քանի որ այն ժամանակ ինքը դեռ նախարար չէր, իրոք հիմագվա այդ բաց թողնվողը, ես չեմ կարող ասեմ ինչքան 26 թվին բաց կթողնվի, ինչքանով գիտեմ, հա ինչ որ միլիոնից ավել պետք է բաց թողնվի, դա իրոք իշխան է, հիմնականում Գեղարքունի եւ ամառային բախտակ ենթատեսակներն են իշխանի, իսկ ինչ վերաբերվում է, որ դա հիբրիդ թե հիբրիդ չէ, դա այդ խնդրը իրոք եղել է, մանավանդ Գեղարքունու հետ, դա չի վերաբերվում ամառային բախտակին, քանի որ ամառային բախտակը դա ունիկալ մի ենթատեսակ է, որը միակն է այդ Սամոն ազգի ձկներից, որը բազմանում է գարուն ամառային շրջանում։ Այդ ժամանակ ոչ մի Սամոն ազգի չի բազմանում եւ պարզ է, որ չի կարա հիբրիդ ունենալ, հա, այդ ժամանակ։ Եթե արհեստականորեն իհարկե չանեն բան։ Իսկ ինչ վերաբերում է Գեղարքունին, ապա իրոք այն ժամանակ, որ տենդեր էր հայտարարում նախարարությունը, որը շատ սխալ էր եւ բոլորով ինչ որ այդ ֆորելի նման, իշխանի նման ունեին ձկնիկներ, բերում էին բաց թեին թողում լիճ։ Հայտնի չէր, դա չգիտեմ այլ տեղից բերած ֆորելներ են, թե մեր ֆորելնա, թե հիբրիդներ են, թե ինչ են, ոչ մեկ չէր կարում ստուգել, ոչ թե չէին կարում, այն չէին ստուգում ինչ էր։ Բերում բաց էին թողում այդ իրանց գալչկեն դնում էին, որ բաց է թողնվել էսքան ու քաշում էին գրավ։ Բայց հիմա պարզ է, որ լավ է, որ այդ գործարանը երբ որ ստեղծվեց, նա դառավ մոնոպոլիա եւ իշխան այդ ոնց որ բրենդը, իշխան հիմա Իրանն է։ Միայն ինքը կարող ասել, որ ինքն է աճացնում իսկական իշխան։ Մնացած բոլոր գործարանները չունեն իրավունք ասել, որ մենք աճացնում ենք Սևանի իշխան, Սևանի իշխան։ Իշխանը միայն Սևանինն է։ Մեր ժողովրդի մեջ բոլոր այդ սալմոն ազգիներին ասում են իշխան, բայց իրականում նրանք իշխան չեն։ Իշխանը դա մեր Սևանի այդ ձկնատեսակն է։ Մնացածը դա ֆորելներ են։ Մենք ես ինչ եմ ասում ֆորել, որտեվ հայրենում դեռ մենք չունենք հաստատված տենց անվանում ֆորելի, կա որ խայտաձկներ, չգիտեմ, տենց առաջարկներ կան, բայց իրականում նրանք իշխան չեն։ Այդ ծիածանափայլ նա իշխան չի ֆորելա։ Պարզ է, որ իշխանը մենակ Սևանինն է։ Խանութներում որ վաճառվում է իշխան է, թե իշխան չէ։ Խանութներում մեկ-մեկ իշխան էլ է վաճառվում, որովհետև ես գիտեմ այդ գործարանից, եթե դա Կարճախբյուրի գործարանից է, հստակ իշխան է։ Եթե դա այնպես ինչ որ փողոցում են վաճառում, ոչ մեկի հստակ չի կարող ասի ինչա։ Դա կարող է այլ տեղի իշխանելի, կարող է եւ իշխանել լինի, որովհետեւ այլ գործարաններ ունեն, բայց դա հստակեցված չի, որ իրոք իշխան է, հիբրիդ է, թե այլ տեղի ֆորել է։ Որպես էկոլոգ, ձկնաբան, ինչ կարծիք եք փողոցում իրականացող վաճառքի մասին, որ ձուկը այսպես դրված է դրսում։ Դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ, եթե հիմա մեկը դու առաջներում էլ կար, փողոցում բերի
կով մորթի կամ ոչխար մորթի ու այդ միսը հենց տեղում վաճառի, ոնց կնայեք դրան։ Նույնն էլ է ձուկն է։ Ոնց կարելի է թարմ մսամթերքը, դա ձկնամթերք վաճառել փողոցներում առանց ստուգելու դրանց մարդիկ իրանք են փաստորեն ստուգում ինչ որ այն ժողովրդական բաներով մի հատ խրիկ են նայում, գույն են նայում, փորն են նայում, փուշ չի տվել ու դրանով որոշում են որ նա թարմ չի առնում են։ Դա առաջինը պետք է սարն է պիտի կայանները, չգիտեմ այդ սննդի հսկողություն, չգիտեմ ոստիկանություն, դրանք պետք է արգելվի, այդ փողոցային այդ ձգան վաճառքը պետք է վերացվի։ Դա սխալ բան է, որովհետև առաջներում հիմա չգիտեմ կա թե չէ առաջներում ինչ որ ժավելի մեջ էին դնում այդ ձկները, որ իրանք գույնը չփոխեին, չգիտեմ ինչ նյութեր էին օգտագործում։ Ես հավատում եմ, ինչու՞ չէ, երբ թույնավորումներ է եղել, մարդիկ չեն իմացել, որ դրանից է, թե դրանից չի եղել։ Ուզում եմ ասեմ, դա ամեն դեպքում, հետո դա ցիվիլ, եթե մենք ուզում ենք գնանք դեպի ցիվիլ երկիր, մենք պետք է հիմա պատկերացնում եք, դուք գնաք մի հատ երկիր Եվրոպայում, տենակ մեկը դրած յաշիկով ձուկ է թարմ վաճառում։ Ոնց կնայեք։ Նույնն էլ են մարդիկ գալիս են ստե տեսնում են ինչ որ փողոցներում ձկներ են վաճառում, ձկանիկրա են վաճառում բանկեքով։ Իհարկե դա ոչ թույլատրելի է եւ պետք է վեր։ Եվ չգիտեմ ինչի ժամանակ առ ժամանակ մեր այդ հսկող կազմակերպությունները ինչ որ ակտիվանում են, արգելում են, հետո էլի տենց աչքեր են փակում։ Ընդ որում բարձր տեղել չեն տեղադրում, հենց ասֆալտին ճանճերի, փոշու, մարդկանց բաներ ճղերով էլ են ինչ-որ են մանավանդ ամառվա սեզոնին, հիմա մի քիչ ցուրտ է դա։ Այդ ամառվա սեզոնին ճղերով այդ ճանճերին քշում են, ինչ-որ մարլաներ։ Դա ցիվիլ երկրի ինչ-որ ընդունելի ձև է, երևի թե չէ։ Օրինակ Հայաստանում մարդիկ խուսափում են արհեստական լճերում բազմացված ձուկ գնել, որքան է դա վտանգավոր առողջությանը։ Իրանք չեն խուսափում, իրանք տենց էլ մեծ մասը սնվում է, որտեվ ոչ ասած տենց արհեստական կերերով մեծացրած աճեցրած ձկները շատ ավելի թանկ արժեն, այսինքն։ Բայց հիմա խնդրեմն այն է, առաջինը որ նույնիսկ որ իրանք վայրի բնությունից են որսում, այսինքն օվկիանոսից կամ ծովերից, այնտեղ էլ խնդիրներ կան։ Այնտեղ կան նյութեր, որոնք նույնպես վնասարար են եւ ավելի նույնիսկ վնասարար, քան այդ ձեր ասած հորմոնա թե ինչ որ միջոցների, ինչ որ փոքր քանակ կա։ Այնց որ մի քիչ դժվար է հիմա որոշել որն է ավելի լավ։ Բայց ամեն դեպքում արհեստական աճեցվող ձկների մոտ ինչ որ քանակի, բայց թույլատրելի քանակի, եթե նորմալ օրինակ ձկնային տնտեսություն է, դա թույլատրված քանակի կերեր են, եթե բարձր որակի կերեր են, այսինքն եւ այդ ձուկը չպետք է որ այտենց ազդի մարդու առողջության վրա։ Բայց ամեն դեպքում այդ էկոլոգիապես մաքուր, այսինքն վայրի միջավայրում աճող ձկները ավելի առողջարար են, եթե վերցնենք մեր սիգը, ապա մեր սիգը ամենաառողջ ձկնամթերքն է, այդպիսի ձկները, որոնք այդպիսի լճում, ոնց որ Սևանալիճն է, աճում են, սնվում են բնական կերով։ Ի տարբերություն օրինակ ծովային կամ օվկիանոսային ձկների։ Եթե ինչպես է ձեզ մոտ հարթնացել դեպի ձկնաբանությունը։ Ձեր կար դեպի կենթանական աշխարհը միշտ։ Եվ ես երբ որ համալսարան ընդունվեցի, ես մեր Երևանի պետական համալսարանը ընդունվեցի կենսաբանական բաժին եւ միանգամից ես որոշել եմ որ կենթանաբանությունով պետք է զբաղվեի։ Եվ երբ որ եկավ արդեն ժամանակ որ դիպլոմային պետք է գրեի, ինձ առաջարկեցին գնալ Սևանի ջրակենսաբանական կայանում այնտեղ դիպլոմը գրել։ Նու ես ձկներ չէի ուզում, ես ընդհանրապես կենթանիներ էի ուզում, ուսումնասիրել, բայց որ գնացի այնտեղ եւ այդ սկսեցի այդ ձկների վրա աշխատել, բան իմ դուրս եկավ, ես սկսեցի այդպես շարունակեցի ձկնաբանությամբ զբաղվել, հետո գնացի Մոսկվա, այնտե վերապատրաստման Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանում, հետո այնտեղ պաշտպանեցի, հետո գնացի արտասահման մի քանի համալսարաններ սովորեցի, տենց դառա ձկնաբան։
Ես որ երկար ճամփա եմ անցել մինչև ինձ եկնողն։ Իսկ այսպես մտածել եք, ինչ որ օվկիանոսում կամ ծովում հայտնվեք, այնտեղի ձկնատեսակները ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, հայտնվել եմ եւ ուսումնասիրել, ես ասացի, որ ես սովորել եմ օրինակ Շոտլանդիայի Աբերդինի համալսարանում, այնտեղ մենք այդ ուսումնասիրությունները անում ենք։ Եվ Կադիզի Իսպանիայի համալսարանում եմ սովորել նույնիսկ։ Իսկ սիրելի ձկնատեսակը այդ դեպքում ո՞րն է։ Դժվար է ասել։ Սիրելի, երևի թե որպես համային ես գերադասեի տենց օծածուկ, ապխտած օծածուկ։ Դա շատ եմ սիրում, բայց շատ ձկներ կան իհարկե համով ձկներ աշխարհում, որ օրինակ ես գերադասեի դրանք ուտեի, բայց հիմնականում դա, եթե մեկի վրա կանգնեմ, դա կգերադասեի։ Նու ցավոք սրտի մեր մոտ չկա, ուզում էին դրանից աճացնեին, այդ ուգր ասած, հա։ Ինչ որ փորձեր եղան, բայց ես ոնց որ հասկացա, այտենց հաջող չէին։ Հիմա երիտասարդները հետաքրքրվում են ձկնաբանությամբ։ Գիտեք ինչ, երբ որ այս վերջի տարիներին բավականին շատ ֆինանսավորումը գիտության շատացավ եւ հնարավորություն եղավ, որ երիտասարդ գիտնականներին օրինակ արտասահման վերապատրաստման են ուղարկում, ծրագրերի մեջ են մտցնում, աշխատավարձները, եթե նրանք լավ են աշխատում, բավականին բարձր են, բավականին այտենց հոսք կա հիմա վերջի տարիներին, օրինակ նույն մեր այդ կենտրոնում բավականին հոսք կա, որ երիտասարդները գալիս են եւ ձկնաբանության այդ մեր բաժնում են աշխատում եւ այլ բաժիններում են աշխատում, բայց ցավոք սրտի մենք չունենք մասնագիտացված ամբիոններ։ Հիմա նոր մի հատ Erasmus ծրագրով Ագրարային համալսարանում ստեղծվել է համատեղ, հիմա համատեղ չի, այտենց ամբիոնում դասավանդում են այդ ձկնաբանություն, ակվակուլտուրա եւ այլն, բայց դիմողները քիչ են, հələ որ չգիտեմ։ Ոնց կլինի։ Համենայնդեպս մենք տարբեր համալսարաններից, որ կա այդ, քիչ թե շատ տենց բանիմաց երիտասարդ գիտնականներին վերցնում ենք, դարձնում ենք մասնագետ եւ տենց շարունակում ենք մեր աշխատանքները։ Ասացիք թիվը շատացել է երիտասարդների, դա պայմանավորված է նրանով, որ աշխատավարձն է բարձրացել, թե ուղղակի սեր կա։ Սերը պետք է գա աշխատանքի ընթացքում, դենց չի կարա абստրակտ իրանք սիրեն ինչ-որ մի մասնագիտություն, եթե չեն աշխատել։ Իրանք որ գալիս են, սկսում են աշխատել, հետո եթե գնում են գիտարշավներ, գնում են արտասահման, այտենց կամաց սերը առաջանում եւ իրանք դառնում են մասնագետ։ Վերադառնանք Սևանին, ինչ պետք է անենք բոլորս այն փրկելու համար։ Պետք է բոլորս ոչ թե խոսքերով, այլ գործով Սևանին օգնենք։ Եվ պետք է հասկանանք, որ Սևանը առանց Սևան մեր Հայաստանը գոյություն չի ունենա։ Իրոք, ոչ թե դա բարձր խոսքեր եմ ասում, այլ իրոք չի ունենա, որովհետև Սևանը, ինչպես նշեցինք, դա մեր ռազմավարական այն օբյեկտն է, որը որ եւ պատերազմի եւ խաղաղ ժամանակահատվածում նա մեզ տալիս է ամեն ինչ, եւ տալիս է եւ լույս, եւ ջուր ոռոգման, եւ բարձրակարգ սնունդ իդեմս ձկան եւ աշխատատեղեր, ամեն ինչ նա տալիս է մեզ, այնպես որ մենք պետք է սրտացավ մոտենանք մեր Սևանին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանի հետ։